հոգևոր պահքը մենք միշտ պետք է պահենք։ Եվ որպեսզի արտաքին ազդեցությունները ավելի ճնշող չլինեն մեզ վրա, մենք նաև որոշակի օրերի մարմնավոր պահք ենք պահում։ Մարմնավոր պահքի նպատակն ինչ է։ Հոգևոր պահքը ավելի լիակատար իրականացնելու, որպեսզի մենք կարողանանք մարմինը տկարացնել կամ զգայարանների ազդեցությունը թուլացնել մտքի եւ հոգի վրա, որպեսզի միտքն ու հոգին կենտրոնանան իր ներսը, որտեղ մարդը ներաշխարհ է եւ արտաքին աշխարհ է, որքան որ ներաշխարհն ուժեղ է, հզոր է, այնքան արտաքին աշխարհը թույլ է, բայց որքան որ արտաքին աշխարհն է ուժեղ, շատ է ազդում մեզ վրա, կամա թե ակամա մեր ներաշխարհը թուլանում է, տկարանում է եւ մենք չենք կարողանում պայքարել արտաքին այդ հզոր ազդեցության դեմ։ Ուրեմն պահքը ինչ է։ Հոգին զորացնել, մարմինը հավասարակշռել, շատ կարևոր է պահքի ընթացքը աղոթքով անցկացնել։ Շատ անգամ մարդիկ պահք են պահում եւ իրենց հոգին հավասարակշռում են, պահքը զուգորդում են աղոթքով եւ շատ անգամ տարուբերումներից ազատագրում են, այսինքն մարդը ընկնում է տարբեր տեսակի ազդեցությունների տակ, պահքի շրջանքը այդ ազդեցություններից ազատագրվելը, հավասարակշռվելը, խաղաղվելը, ոտքի կանգնելը եւ զորանալը եւ հետագայում պահել այդ հավասարակշռված հոգեվոր վիճակը։